Աստված շատ օրհնի ձեզ։ Սիրելիներս, իրականում ինձ համար պատիվ է այսօր լինել այստեղ, ծառայել ձեզ։ Գիտես, ձեր եկեղեցու առաջի օրվանից ճանաչում եմ, գիտեմ այն ընթացքը, որը որ անցել եք, եւ գիտես նույնպես գիտեմ, որ այստեղ կան ծնողներ, այն հրաշալի զարգացման կենտրոնի ծնողներ, ում երեխաները մասնակցում են Կիրակնորիա դպրոցներին, եւ գիտեմ, որ դուք օրհնված եք։ Խնդրում եմ, եթե կան ծնողներ, թող ձեռ բարձրացնեն, ուզում եմ ձեզ ողջունել, Տերը շատ օրհնի ձեզ։ Դուք օրհնված եք, Աստված օրհնի շատ։ Այո, փառք Հիսուսին։ Գիտես, իրականում ամեն անգամ, երբ որ ես գալիս եմ այստեղ, ես տեսնում եմ այն մեծ գործը, որ Աստված անում է ձեր հետ, ձեր միջոցով այս գյուղի մեջ, այս տարածաշրջանում։ Եվ գիտես, այն մեծ ազդեցություն ունի, եւ սա կարող եմ ասել, սա իրականում տեսիլքի իրականացում է։ Հովիկ ջան, Տերը օրհնի, դու ամեն անգամ սենց ինձ զարմացնում ես, այո, որտեվ գիտես, ձեր հովիվը, ձեր բախտը բերել է։ Բերել է։ Ոչ բոլորի համար կարող եմ սա ասել, բայց ձեր հովիվը մի հատկանիշ ունի, մի բնավորության գիծ ունի, որը որ ինձ շատ է դուր գալու, ես գիտեմ, որ Աստված հատուկ իրեն ուղարկել է ձեր համար, ձեզ նվեր։ Իհարկե ինքը ասում է, որ իհարկե ասեմ, որ այն միշտ ձեր հետ չի լինելու, այս թանկ նվերը, եւ գիտես, նառան նույնպես այստեղ ան առաջան Տերը օրհնի շատ, քուրս հովիկի կինն էլ այստեղ, հա դուք չեք տա։ Դուք չեք տալու։ Լավ, Տերը օրհնի։ Սիրելիներս, իրականում ես տեսնում եմ, թե ինչ նվիրված ամուսիններով սենց այս գործի մեջ ձեռքերը քշտած անվերապահորեն ծառայում են ձեզ, ծառայում են այս տարածքին, ու գիտեմ, թե ինչքան շատ եք դուք իրենց սիրում։ Եվ նույնպես ուզում եմ, ամեն, Տերը օրհնի, ու նույնպես ուզում եմ իմ շնորհակալությունը, խորի շնորհակալությունը հայտնել ձեր թիմին, որովհետև այս մի հոգու գործ չի, Աստված շատ օրհնի ձեզ, ես հիշում եմ այն օրը, որ երբ որ դուք սենց իրար հետ միասին որոշում կայացրեցիք գալ Արագածավան, ու սենց հենց դեռ ամեն մեկ իր աշխատանք ուներ, հարմարությունը չէր հարմարվում, չգիտեք ոնց եք գալու, ոնց է լինելու, որտեղ եք մնալու, գալի գնում եք, գիտես Աստված տեսնում այդ գործը, ու դրա համար Աստված գնահատում է, ու այսօրվա պտուղները խոսում են ձեր նվիրված ծառայության մասին։ Տերը շատ օրհնի ձեզ, ու հավատում եմ, որ իրականում այս եկեղեցին, այս տարածաշրջանում լույս եւ աղա, շատերի ընտանիքների միաբանության, շատերի կյանքերի փրկության, շատերի գիտես երջանկության, նույնիսկ մարմնի բժշկության համար պատասխան է։ Եկեղեցին պատասխան է այս աշխարհին, ու այսպես ասեմ, ձեզ սենց 10-ից 10 լույսը բարձում է այստեղ, ու մենք տեսնում ենք, ու գիտես նույնպես ուզում եմ բոլոր այն ծառայողներին, ովքեր որ այս փառաբանության հիասքանչ խմբին, ես ձեզ հիշում եմ, ձեզանի շատերին հիշում եմ, երբ որ դուք հենց սենց քանի տարի առաջ էր, որ սկսեցինք եկեղեցին այստեղ, 4 տարի առաջ էր, գիտես դուք այնց եք մեծանում, սենց ամեն անգամ գալով ձեզ տեսնում եմ, իհարկե ես վերջի անգամ երևի մի տարի առաջ, 2 օր, այն դահլիճում ենք, այո, այս դահլիճը դեռ վերանորոգման մեջ էր, գիտես այդ ժամանակ եմ ձեզ տեսել, հիմա սենց տեսնում եմ արդեն որակով ծառայողներ, հասուն, փառք Հիսուսին, ու հավատում եմ, գիտես սիրելիս, դեռ շատ գործ կա ձեր առջևում, գիտես, այո հիմքը դրված է, այո այն Տիրոջ փառքը մենք տեսնում ենք, Աստծո գործը մենք տեսնում ենք, բայց դեռ շատ գործ կա այս գյուղում, որտեղ մեր հարևանները, բարեկամները, մարդիկ ունեն փրկության կարիք, ամեն, եւ գիտես այս հիասքանչ տոնի առիթով, այսօր իհարկե տոնը մեզ համար, սա կարևոր տոներից մեկն է ամբողջ քրիստոնեական աշխարհի համար այս օրերի մեջ, ամբողջ քրիստոնեական աշխարհը տոնում է մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի
հարության տոնը։ Եվ գիտես, ես ճանապարհ էի գալիս եւ ինձ ոստիկանները կանգնացրեցին եւ գիտես մոտեցավ ու ինչ շնորհավորում շնորհավորեցին եւ ես ասում եմ ինչի համար եք շնորհավորում ու դե տեսել են մեքենայի վրայի տիպերը գրվածքները խոսում է ինչ որ բանի մասին եւ ասում է ոնց դուք չեք տոնում ասում եմ ինչ տոն է ասում է ոնց բա Քրիստոս հարյավ իմերելոց ասում եմ այդ ի՞նչ է նշանակում ասես նայում է դեմքիս ասում է ձեր փաստաթղթերը կտակ եւ գիտես հետո ես խոսում եմ իր հետ հետո իրան ոնց որ մի քիչ պատմում եմ ինչ ասում այնքան լավ է որ դու ինձ կանգնացրել ես որտեվ հիմա ես առիթ կունենամ ես հիասքանչ տոնի առիթով քեզ հետ խոսելու եւ գիտես ես մի քիչ խոսեցի ես ասեցի ինչ է նշանակում Քրիստոս հարյավ իմերելոց եւ օրհնյալ է հարությունը Քրիստոսի եւ գիտես ասում է լսի ինքան լավ էր ասում է այսպես մի բան այսօր մի բան ավել իմացանք մի խոսքով տես մի քիչ խոսեցի հետո ինձ ճանապարհ դրեցին եւ գիտես մարդը այս աշխարհը մարդիկ ապրում են եւ գիտես իրականում տոնում են ես չեմ կարող ասել չեն տոնում բայց գիտես ուզում եմ այդ բրինձից այդ ձկից ու այդ նապաստակներից այդ ձևավորումը շատ լավ են այդ ներկած ձուն բան այդ ամեն ինչը լավ է բայց գիտես երբ որ դու նայում ես երբ որ դու փոքր ես երեխա ես քեզ համար դա ուրախություն է դու չգիտես ինչի են դա այդպես անում բայց դու գիտես որ հիմա շատ գույնավոր այդ ձվեր ես տեսնելու դու տեսնելու ես այդ փլավը ձուկը այդ մնացած այդ բաները այդ չգիտեմ ձեր մոտ այդ խոտերը կան այդ ինչա կոչվում օգնեք ինձ այդ ծլած գարին չէ այն որ ձվով համով է որ պատրաստում են ու սպանախը չգիտեմ ամենտեղ տարբեր անուններ ունի տարբեր համեր սենց համով գիտես ճաշակում են մարդիկ բայց գիտես կարևոր է որ ես ու դու հանդիսանալով Քրիստոսի աշակերտները եւ կարող եմ համարձակ ասել եթե դու այստեղ ես դու Քրիստոսի աշակերտն ես կարևոր է որ մենք իմանանք ինչ տոն է եւ կարևոր է որ ես կարողանամ մարդկանց տոնի մասին պատմել ու երբ որ ինձ ասեն գիտես Քրիստոս հարյավ իմերելոց ես ասելու բան ունենամ ես հարց տամ խոսակցության մեջ որտեվ սա առիթ է որտեվ ամեն ինչ տեսեք հիասքանչ դահլիճ ունեք դուք ես գիտեմ Աստվածորդն ավելի մեծ է լինելու ավելի հրաշալի գիտես այս սենյակները ամեն բան օրտնված է լինելու գիտես սա շատ լավ է գիտես ամեն ինչ որակով է ես այստեղ տեսնում եմ էկրանը շատ գեղեցիկ ամեն ինչ որակով է բայց այս ամեն ինչը մի բանի համար է ծառայելու գիտեք ում համար ծառայելու է քո այն հարևանին ով դեռ Հիսուսին չի ճանաչում մարդկանց փրկության համար ամեն ինչ իզուր կլինի ամեն մեր արածը իզուր կլինի ամեն գեղեցիկը իզուր կլինի եթե այն չխոսա մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչի զորության փրկության մասին ամեն եւ սիրելիներս այսպիսով ես այսօր մի քիչ խոսելու եմ այդ տոնի մասին խոսելու եմ այդ տոնի մասին խոսելու եմ այն մասին թե ինչ արեց Հիսուս Քրիստոսը խաչի վրա ու հարությունը ինչ տվեց մեզ որտեղից եկավ այդ տոնը որովհետեւ գիտես երբեմն դու մարդկանց այդ խոսակցության մեջ ես մտնում եւ մարդիկ ասում են բայց դա հрьяաների տոնն է բայց չէ որ դա հрьяաներն էին տոնում մենք ինչի պիտի դա տոնենք տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն Եվ այսօր առիթ է, որ ես ու դու իրար հետ միասին անցնելով ճանապարհ, անցնելով աստվածաշնչյան պատմությունների միջով մենք տեսնենք, թե սա ինչ տոն է։ Մենք գրագետ լինենք, սովորենք ու հասկանանք, որ Տեր իմ Աստված այս տոնը, որ մենք տոնում ենք, ես ավելի խորը իմանամ, ավելին իմանամ այնպես, ինչպես որ դու քո սուրբ գրքի միջոցով փոխանցել ես ինձ Ինչի սա պետք, ինչ պիտի անի նա իմ կյանքում, և ես ինչի պիտի իմանամ, և մենք գիտես զուգահեռ ենք անցկացնելու, և ես նույնպես Աստվածաշնչի հեղինակությունը քո աչքերում բարձրացնելու եմ, ոչ թե ես, այլ սուրբ գիրքը, և մենք տեսնելու ենք, թե ինչ համեմատություն եղավ, գիտես մենք շատ ենք լսել, միգուցե աշխարհում մենք ինքներս մատաղներ շատ ենք արել, կամ տեսել ենք, թե մարդիկ ոնց են վերցնում գառնուկները մորթում, գիտես ես հիշում եմ ես փոքր երեխա էի եւ այդ գառնուկներին մատաղ էին անում եւ այդ արյունը մի հատ խաչ էին անում ես ասում էի
բայց ինչ է, ու քոր էր գալիս մին հանկարծ ձեր չտաս, պետքա չորանա, գիտեն, մեծերը լավ գիտեն դա ինչ է նշանակում, իսկ ես փոքր երեխայի ես չի հասկանում, քոր էր գալիս մին հանկարծ Աստված կպատժի ինձ, Աստված պապիկը, եթե ես կպնեմ, ու այդպես, գիտես, բայց արդյոք դրա մեջ էր ամեն բան, ինչ գառի մասին էր խոսքը, որտեղից եկավ գառը, եւ այսօր շատ հայտնություններ կստանանք ես ու դու իրար հետ միասին, եւ գիտես, երբ որ այստեղից դու գնաս, հաստատ համոզված, գիտես, դու կկարողանաս մարդկանց, հարևաններին, բարեկամներին փոխանցել, ինչա զատիկը իրանից ներկայացնում։ Եթե այստեղ կա մարդ, ով որ մտածում է մենակ իր համար է, ուրեմն սա քո տեղը չի։ Եթե այստեղ կա մարդ, ով որ մտածում է դե ուղղակի կլսի լսելու համար, սա քո տեղը չի։ Դու մարդ ես, ես հիմա իմ առաջ մի հատ sense մեծ հանձնարարություն եմ դնում, որ ես խոսելու եմ անուղղակի քո հարևանի հետ, որ ես խոսելու եմ անուղղակի քո բարեկամի հետ, միգուցե քո ամուսնու հետ, քո ընտանիքի անդամների հետ այսօր ես ուզում եմ խոսել քո միջոցով։ Դրա համար այսօր քեզանից շատ մեծ բան է կախված։ Ինչքան դու ուշադիր լինես, այնքան դու կկարողանաս շատ ճիշտ իմ ասածը փոխանցես, որ չլինի փչացած հեռախոսի նման, որ ես ուրիշ բան ասեմ, բայց դու գնաս ուրիշ բան, ասես չգիտեմ, մի հատ երիտասարդ տղա էր եկել, ինչ որ արյունից էր խոսում, գառնուկից էր խոսում, հետո խաչից խոսած, ու հետո տենց է չհասկացանք ինչ էր ասում։ Չէ, սիրելիս, այսօր մենք հստակ իմանալու ենք եւ մենք այն խոսքը փոխանցելու ենք։ Գիտես, միշտ մենք մտածել ենք, ինչ կարող ես անել ինձ համար, Տեր, Հիսուս, դու ես արե, բայց արդեն գալիս է ժամանակը, դուք հասուն եկեղեցի եք, գալիս է ժամանակը, որ դու ինքդ անես Տիրոջ համար մի բան։ Ու դու կասես, բա ես ինչ կարող եմ անել Հիսուսի համար։ Այսօրվա խոսքը, երբ որ դու կփոխանցես քո հարազատներին, քո բարեկամներին, դա կլինի նա, որ մի բան ավել արեցիր Հիսուսի համար։ Համաձայն եք։ Ով է համաձայն, որ կփոխանցի։ Լավ, մեծ 90% ով համաձայն չի։ Կա տենց մարդ, որ համաձայն չի, բոլորս համաձայն ենք, ինչ լավ է, այս ամենակարևորն է, հիմա մենք եկանք միաբանության մեջ, և իհարկե, վերջում, մեր հրաշալի երեխաները մեզ հրաշալի միջոցառում կպարգևեն ու մենք օգտված կլինենք, ամեն, բայց դա կլինի վերջում, ես հիմա մի քիչ կխոսեմ, մենք կանցնենք ճանապարհ ու հետո մեր երեխաները մեզ կծառայեն իրենց տաղանդներով, ամեն, և այսպիսով սիրելիներս, այո, փառք Հիսուսին, և այսպիսով սիրելիներս, զատիկ, ինչա զատիկ, որտեղից եկավ այդ զատիկ բառը, պատմության մեջ առաջի անգամ, երբ հիշատակվեց զատիկի մասին, գիտես, արդյոք հրեաներից է եկել այս տոնը, թե ոչ, հրեաները տոնում էին այս տոնը, թե ոչ, մենք կանցնենք Աստվածաշնչով, հիմա մենք կտեսնենք, և մենք կկարողանանք հստակ իմանալ, երբ որ մենք ասում ենք Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսին, մենք հասկանանք խորապես, ինչ է սա նշանակում և ինչ է տալիս ինձ ու ինչ կարող է տալ իմ հարազատներին և բարեկամներին։ Ուրեմն առաջի տեղը, որ ուզում եմ կարդալ, Ղուկաս ավետարան 22-րդ գլուխ 19-րդ խոսքը։ Սա մեծ ընթրիքն է, երբ որ Հիսուս Քրիստոս աշակերտների հետ վերնատան ընթրիք արեց, զատիկներ տոնում աշակերտների հետ և ասեց, նայեք, հաց առավ, գոհացավ, կտրեց, նրանց տվեց և ասեց, սա է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է, այս արեք իմ հիշատակի համար։ Աշակերտները հրեա էին և աշակերտները իրենց ծնված ժամանակից տեսել են, թե ոնց են իրանց ծնողները այս տոնը տոնել։ Հիսուսը մի քիչ պատկերավոր մենք պատկերացնենք։ Ես աշակերտ եմ, ես եղել եմ երեխա, իմ հիշողությունը եղել է, ասենք 3 կամ 4 կամ 5 տարեկանից, ես 5 տարեկանից ամեն տարի տեսել եմ, թե ոնց են իմ ծնողները տոնել այս տոնը։ Եվ իմ ընտանիքի հայրը վերցրել է ամեն անգամ հացը օրհնելուց ու բարձրացրել Աստծո առաջ ու ասել է շնորհակալ եմ, որ հողից հաց ես հանում և մեզ կերակրում։ Ամեն անգամ հրեա այդ երեխաները, աշակերտները իրենց տանը լսել էին այս խոսքերը։ Եվ հիմա մտածում էին, որ Հիսուսը նույն կերպ է անելու, վերցնելու է հացը, բարձրացնի վերև երկինք ու ասի,
ամենակարող Աստված, երկնքի ու երկրի արարիչ, շնորհակալ եմ, որ դու օրհնել ես այս հացը, ու դու օրհնում ես մեր հացը, եւ դու մեր ամենօրյա հացը տալիս ես մեզ։ Բայց Հիսուսը այդպես չարեց, հացը վերցրեց եւ ասեց. «Սա իմ մարմինը, որ ձեր համար կոտրվում է»։ Ու աշակերտները միգուցե աշակերտները շփոթություն եղավ։ Ոնց։ Չէ՞ որ Աստված խոսել է իր խոսքի միջոցով, Մովսեսի հնգամատյանի միջոցով խոսել ու ասել է. «Այսպես թող ձեր համար հավիտենական տոն լինի։ Դուք արեք սա»։ Հիմա գնանք այնտեղը, որտեղ որ աշակերտները գիտեին, որ այդպես են անում, եւ առաջի անգամ պատմության մեջ սկսվեց զատիկը։ Տեսնենք դա ոնց եղավ։ Ելից 11-րդ գլուխ, առաջի խոսքից։ Եվ Տերը ասեց Մովսեսին. «Փարավոնի վրա եւ Եգիպտոսի վրա մեկ հարվածել եմ բերելու»։ Ես կպատմեմ, գրվածքը չեմ կարդա ամբողջությամբ։ Եվ Աստված ասում է Մովսեսին. «Գնա Փարավոնի մոտ եւ ասա, ես մի հատ հարվածել եմ բերելու քեզ վրա ու քո ժողովրդի վրա, եւ դու կթողես իմ ժողովուրդը դուրս գա»։ Սա այն պատմությունն է, որ Մովսեսը եւ Իսրայել ամբողջ ժողովուրդը եւ ասում են մոտավորապես 3 միլիոնի չափ մարդ կար Եգիպտոսում բնակվող եւ ծառայության մեջ հոգնել էին 430 տարի ստրկության մեջ են եւ Աստված ասեց ես հանելու եմ գնա Փարավոնի մոտ եւ Մովսեսը գնում է Փարավոնի մոտ, Փարավոնի հրաշքներ է լինում եւ Փարավոնի սիրտը կարծրանում է, Փարավոնը չի թողում եւ վերջի հրաշքի ժամանակ գնում է Փարավոնի մոտ եւ ասում է լսի, Աստված ասում է այսպես. քո ամեն առաջնեկները քո ժողովրդի մահանալու են եւ սա նշան է լինելու։ Գիտեք Փարավոն այն ժամանակ ինչ էր նշանակում։ Այն ժամանակ նշանակում էր չաստված։ Նա Եգիպտոսի կարծես թե աստված էր, ճակերտավոր։ Եվ բոլոր իրեն վերաբերվում էին որպես Աստված։ Եվ կարծես թե Փարավոնի եւ մեր Աստծո մեջ կռիվ էր գնում։ Եվ Մովսեսն ասում է իմ ժողովրդին պետքա բաց թողես, որտեղ ես հրաշք եմ անելու, ես անցնելու եմ ու եգիպտացիների փոքրից մինչև վերջ առաջնեկները կենդանիներից բռնացրած մահանալու են ու գծա քեզ համար նշանալ են եւ դու թողելու ես։ Գիտես Մովսեսը գալիս է սա ասում է Փարավոնին, Փարավոնը իհարկե չի ընդունում եւ հետո տեսեք ինչ է լինում 12-րդ գլուխ հաջորդ գլուխը եւ Տերը խոսեց Մովսեսի եւ Ահարոնի հետ Եգիպտոսի երկրում ասելով այս ամիս ձեզ համար ամիսների սկիզբը լինի այսինքն մեր համար հիմա մենք չէ մեր կալենդարով նշում ենք ամիսների սկիզբը հունվարը հիմա Աստված այս խոսում է Մովսեսին ասում է սա թող ձեր համար ամիսների սկիզբը լինի առաջին ամիսը լինի Եվ սկսում է հանձնարարություններ տալ։ Այս ամիսը ձեզ համար ամիսների սկիզբը լինի, ձեզ համար տարվա ամիսների առաջինը լինի։ Իսրայելի բոլոր ժողովրդի հետ խոսեք, հիշում եք ասեցի քանի հոգի մարդ կար։ Հիմա պատկերացրեք, այն ժամանակ ես անընդհատ զուգահեռ եմ տանելու իմ խոսքի մեջ։ Այն ժամանակ պատկերացրեք Մովսեսը ոնց էր խոսելու 3 միլիոն մարդու հետ։ Ինչ որ պետքա ստրուկտուրա լիներ։ Հիմա կարող եք պատկերացնել Աստված խոսում է Մովսեսի հետ եւ Մովսեսը գնում է Իսրայել ժողովրդի մոտ եւ ասում է այսպես ես ուղղակի կպատմեմ գնում է եւ ասում է այսպես ձեզանից ամեն մի տունը թող վերցնի 1 տարեկան գառ տղա լինի այդ գառը ու խառնված չլինի հոտերի հետ պահեք ու հետո այս օրը իրան կերեք իրիկվա դեն ու իրանից ոչ մի բան չմնա իրան չեփեք Իրան հում չուտեք, իրան խորովեք ու կերեք ձեր ամբողջ ընտանիքով։ Բայց այդ գառը երբ որ դուք կմորթեք, այդ գառի արյունը կքսեք ձեր տան դրանդիկներին, շեմին։ Ու գիտես, պատկերացրա Մովսեսը գնում է ժողովրդին ասելու, հիմա պատկերացեք, համաձայն եք, եկեք սենց համաձայնվենք, որ այդ ժողովուրդը եկեղեցին է, վերցնենք։ Ու Աստված հովին բան ասում։ Ու հովը ասում է դե եկեք Կիրակի օրը ես կասեմ ժողովրդին ինչ որ ինձ ասել ես Աստված գալիս նեղություն հովը գալիս է եկեղեցի որ Աստծո ասածը քեզ փոխանցի ու դու զբաղված ես որովհետև տանը հոգսեր ունես գործեր ունես խնդիրներ ունես չէ ու այդ որոշել ես այդ Կիրակի եկեղեցի չգաս կա ստեղ մարդ որ ամեն Կիրակի եկեղեցի է գալի
Կան մարդիկ, փառք Աստծուն ձեզ համար, բայց նաև կան մարդիկ, որ ամեն կիրակի չեն գալի։ Իրանք եկել են, որովհետև իրանք երեխաները ելույթ են ունենալու։ Ես չգիտեմ ինչ պատճառով ես եկել, բայց բռնացրել եմ քեզ պիտի այսօր քո հետ անկեղծ ազնիվ խոսեմ։ Թույլ ես չէ տալիս ինձ։ Հովիվը թույլ է տվել։ Հիմա տեսեք, Մովսեսը պետքա սա խոսալ հрьяաների հետ, որ եթե մեկը մի հрья հանկարծ այդ չաներ, արյունը չքսեր, մահը գալու էր անցներ ու այդ տանը մահ էր լինելու։ Պատկերացնում եք ինչքան կարևոր բան էր։ Հիմա Մովսեսը փոխանցում է բոլոր հрьяաներին։ Ես հավատում եմ, որ բոլորը եկեղեցի էին եկել, որտեղ Աստվածաշունչը ասում է ոչ մի հрья չմահացավ։ Հիմա պատկերացրեք, իսկ ուզում եմ մի բան ասել, ինչի ասում քսեք ձեր դրանդիկներին, ինչ նշան է սա։ Հեսա ասեցի չէ համեմատություններ եմ ասել, անցկացնելու շատ բան մենք այսօր սովորելու ենք։ Ինչ է նշանակում դրանդիկներին քսեք այդ արյունը, իսկ այն այսօր ինչ են անում։ Դու գիտեք, որ ուզում հարց տամ։ Կարծում եմ ձեզանից շատերը պսակադրություններին մասնակցել են։ Իսկ կասեք ինձ, որտեղից եկավ, որ այդ երթումը տղան եւ աղջիկը, երբ որ իրար խոստում են տալիս հավատարիմ մնալու, որտեղ անցկացվում։ Կամարի տակ զարդարված։ Իսկ ինչ կամար է դա։ Երբևիցե մտածել եք, ինչ կամարի մասին է խոսքը։ Գիտեք, որ սա ուխտի կամարն է։ Չէ որ ինչի, որտեղ միշտ մենք ասում ենք, չէ մենք ես ռուսերեն օգտագործեմ այդ բառը, այդ արկան որ կա, չէ, գեղեցիկ ձևավորած ծաղկավոր։ Իսկ այն առաջ արյուն է եղել։ Իսկ այն ասել է, սա ուխտի նշան է Իսրայել ժողովրդի համար։ Իսկ մենք այսօր դա վերցնում ենք որպես հետաքրքիր է ձեզ, որպես ուխտի նշան մենք ամուսինները կանգնում են այդ գեղեցիկ կամարի տակ եւ իրար խոստում են տալիս։ Իսկ կամարը դա Աստծո պաշտպանությունն էր, դա Աստծո ուխտն էր մարդկանց հետ։ Անցնենք առաջ։ Հիմա Մովսեսը խոսում է ժողովրդի հետ եւ ասում է այդպես կանեք։ Եվ ամբողջ Իսրայելը վերցնում այդ գառը մորթում է իրիկվա դեմ եւ արյունը քսում են իրենց դրանդիկներին եւ մահը անցնում է ու իրենցից ոչ մեկին ոչ մի բան չի լինում։ Անցնենք մի քիչ առաջ։ Հովհաննես 12-րդ գլուխ։ Հիշում եք, որ Հիսուս ասեց, ես եմ կյանքի հացը։ Ինձ ուտողը հավիտյան կապրի։ Դրանից հետո, երբ որ Իսրայել ժողովուրդը դուրս եկավ, պետք էր մեկը, որը որ կլներ փրկություն մարդկության համար, որ երբ որ մահը կանցներ, իրանց ոչինչ չէր լինի։ Ինձ հավատացողը, այսպես է գրված Աստծո խոսքում, թեև մեռնի, կապրի։ Ուրեմն պետք էր մեկը, ով որ կգար, ով որ կլիներ անարատ, որ չէր ունենա ադամական բնություն, ու դա Հիսուս Քրիստոսն էր, որը որ զատիկ նշանակում է զատվել, առանձնանալ, ով առանձնացավ, ով եղավ մեր զատիկը, մեր խաղաղության պատիժը կրողը։ Հովհաննես 12-րդ գլուխ առաջի խոսքից, առաջի խոսքը կընթերցեմ։ Եվ Հիսուսը զատիկից 6 օր առաջ եկավ Բեթսայիդա, որտեղ մեռած Ղազարոսն էր, որ մեռելներից հարություն տվեց։ 12-րդ խոսքը։ Նրա հետևյալ օրը շատ ժողովուրդներ եկեն տոնին, տոներ, հիշում եք տոներ, ու շատ ժողովուրդներ գալիս են տոնին։ Հիմա Իսրայելի պատմությունը Եգիպտոսից դուրս գալը, գառնուկի մորթվելը անցնում է, գալիս է ծնվում է Հիսուսը, ապրում է եւ գալիս է այն ժամանակը, որ իրան պետք է խաչեն։ Եվ համեմատությունը մենք տեսնում ենք Քրիստոսը այն գառն էր, որ ասգրված Աստծո գառը, որ մեր համար պիտի տարվեր մորթվելու, որ իր արյունը ոչ թե դրանդիկներին քսվեր, այլ իր արյունը, ասում է, հավիտենական փրկություն լիներ մարդկության համար։ Հիմա ինչի ենք մենք տոնում զատիկը, ես ինձ առաջ եմ անցնում, որտեղ sense ոգևորված ուզում եմ քեզ բան փոխանցեմ։
Ինչի ենք մենք տոնում սիրելի զատիկը, որովհետև զատիկը մեզ ազատում է մահից։ Ու գիտես, երբ որ դու կարդաս, ես չեմ ուզում այդ մանր բաների մեջ մտնեմ, աստվածաշնչյան այդ դետալների մեջ մտնեմ, բայց երբ որ դու կարդաս Աստծո խոսքը, դու կտեսնես, որ Հիսուսը այդ գառն էր։ Դու գիտեք, որ երբ որ Աստված ասում է Իսրայելին վերցրեք գառը 1 տարեկան եւ այդ իրիկվա դեմ մորթեք, Հիսուսին երբ խաչեցին։ Իրիկվա դեմ։ Գիտես, ամեն այդ գառնուկի այդ process-ը, որ կատարվում էր, Հիսուսն էր, որը որ ներկայացավ իբրև Աստծո գառ, որ ասում է տարվում է մորթվելու ու իր բերանը չի բացում, մի բան ասելու։ Եվ գիտես 12-րդ խոսքում այսպես է գրված. նրա հետևյալ օրը շատ ժողովուրդներ եկել էին այն տոնին, երբ որ լսեցին, թե Հիսուսը գալիս է Երուսաղեմ, արմավից ծառերի ճյուղեր առան եւ դուրս գնացին նրա առաջին աղաղակում էին Օվսաննա օրհնյալ է Տիրոջ անունով եկողը։ Իսրայելի թագավորը 14-րդ խոսքը եւ Հիսուսը մի ավանակ գտավ եւ նրա վրա նստեց ինչպես գրված է թե տեսեք գրվածքն էր կատարում մարգարեական խոսքերը որ իրանից առաջ դարեր առաջ գրվել էր դրանք կատարում էր եւ հիմա մեջբերում է անում 5 կտակարանից եւ 15-րդ խոսքում ասում է մի վախեցիր Սիոնի աղջիկ ահա քո թագավորը գալիս է էշի ավանակի վրա նստած եւ Հիսուսը ավանակի վրա նստած մուտքագործում Երուսաղեմ որտեղ որ պիտի խաչեին Ես մի քիչ առաջ անցնեմ Հովհաննես 13:1 Զատիկի տոնից առաջ Հիսուսը իմացավ որ իր ժամը հասել է տոնից առաջ Հիսուսը իմանում է որ իր ժամը եկել է որովհետև ինքն էր այդ տոնի գլխավոր հերոսը իրան պետքա խաչեին դա պետք է կատարվեր Զատիկի տոնից առաջ Հիսուսը իմացավ, որ իր ժամը հասել է, որ այս աշխարհից փոխվելու է դեպի Հայրը, իրաններին սիրեց, որ այս աշխարհում են, սիրեց եւ մինչեւ վերջ սիրեց նրանց, եւ երբ որ ընթրիք էր լինում, Մատթեոսի ավետարան 26, եկանք ընթրիքը, խորհրդավոր ընթրիքը, Մատթեոս 26:26 Եվ նրանք դեռ ուտում էին Հիսուսը հացը առավ օրհնեց կտրեց աշակերտներին տվեց ես արդեն կարդացի եւ ասեց առեք կերեք սա իմ մարմինը հիշում եք ասեցի աշակերտները միջև այդ ուրիշ բան էին լսել հիմա ուրիշ բան են լսում առեք կերեք սա իմ մարմինը 27-րդ խոսքը եւ բաժակը առավ գոհացավ նրանց տվեց եւ ասեց խմեք դրանից ամենքդ որովհետեւ այս է իմ արյունը նոր ուխտի որ թափվում է շատերի համար ի թողություն մեղած Տեսեք ասում է իմ մարմինը, որը որ կոտրվում է ձեր համար եւ իմ արյունը, որը որ թափվում է շատերի մեղքերի թողության համար։ Առաջ երբ որ գառան արյունը ծածկում էր, ապա Քրիստոսի արյունը ամբողջությամբ մեղքերից սրբում է։ Ղուկաս 23:44 Եվ ժամը 6-ի դեմ էր Եվ երբ որ երկրի վրա խավար եւ ողջ երկրի վրա խավար եղավ մինչեւ 9 ժամը եւ արեգակը խավարվեց եւ տաճարի վարակույրները մեջտեղից ճեղքվեցան Ահա երեկոյան ժամ էր Հիսուսի խաչելության ժամանակ վարակույրները պատռվեց Գիտեք դա ինչ խորհուրդ էր որ մինչ այդ վարակույրները փակում էր սրբերի սրբոցը Եվ երբ որ վարակույրները պատռվեց Սրբերի սրբոցը բացվեց եւ մենք իշխանություն ունեցանք որպես Աստծո զավակ Քրիստոսի արյունով սրբված մուտք գործել սրբերի սրբոց Դրանից հետո ինչ տեղի ունեցավ մինչ այդ երբ որ մարդիկ աղոթում էին Աստծո ներկայությունը գալի ու գնում էր եւ կային առանձնահատուկ մարդիկ ովքեր որ կարող էին կանգնել Աստծո առաջ ու աղոթ կանել Սրանից հետո ամեն մեկը ով կանչի Տիրոջ անունը խոսքն ասում է պիտի փրկվի եւ մենք մուտք ունենք համարձակություն ունենք մտնելու
Աստծո ներկայության մեջ ու Աստծուն խնդրել։ Սա արտոնություն ամեն մեկիս համար։ Ամեն, որովհետև երբ որ Քրիստոսը հարություն առավ, ինչպես Հովիվն էր ասում, սա հաղթանակ էր, ոչ թե հաղթանակը խաչի վրա էր, այլ հաղթանակը, երբ որ Հիսուսը մեռելներից հարություն առավ։ Ու դրա համար մենք հռչակում ու ասում ենք մեր Տերը հարություն առել։ Ես մի քիչ եմ բաց թողում։ Հալելույա։ Եվ կանգնում եմ իմ խոսքի վերջնամասում, հիմա կասեմ, առաջի Կորինթացիս 5:8։ Հիմա, սիրելիներս, մինչև խոսքը կարդալը, մենք տեսանք, որ առաջ գառնուկի արյունն էր, որ ծածկում էր, մարդկանց պահում էր, եւ Հիսուսն ասեց, այլևս ոչ մի կենդանու մահ, ոչ մի կենդանու արյուն չի կարող մաքրել ու ազատել մարդուն, որովհետև ամենաթանկը Քրիստոսի արյունով մաքրվեցիք։ Հիմա դուք ասես, եղբայր, բա որ խոսում էր մատաղից, բա հիմա ոնց է։ Գիտես, մեր մատաղը Հիսուսն է։ Քրիստոսն է, որ մեզ համար մատաղ եղավ։ Ու ոչ մի կենդանու արյուն այլևս չի կարող փոխարինել, ծածկել, սրբել, մաքրել, չի կարող, որովհետև այո, կար ժամանակ, որ կարող էր միայն ծածկել, ոչ թե մաքրել։ Ծածկել նշանակում է այն գոյություն ունի եւ ինչ որ բանով ծածկվում է, բայց այն դեռ գոյություն ունի։ Բայց երբ որ Քրիստոսը խաչի վրա տարավ հաղթանակ, մեզ տալով ներում շնորհեց, այդ պայծ սկսած մեր մեղքերը ոչ թե կան ուղղակի Քրիստոսի արյունը ծածկում է, ոչ, մեր մեղքերը հավիտյան ջնջված է, ինչպես ասում են, ինչպես երկինքը երկրից է հեռու, այդպես ձեր մեղքերը ես ձեզանից հեռացրեցի, ուրեմն էլ դատապարտություն չունենք, ու մեր խղճմտանքը մեզ չի տանջում, որովհետև Քրիստոսի արյունն է մեզ մաքրել, որովհետև գիտես ես հիմա զգում եմ, որ ինչ-որ մեկին պիտի մի բան ասեմ, գիտես եթե քո կյանքում եղել է մեղք, եթե քո կյանքում եղել է ինչ-որ բաներ, ու դա քո ամբողջ կյանքի ընթացքում քեզ հետևում է ու քեզ տանջում է, ու դու մտածում ես, ասում ես, արդյոք Աստված ինձ կների, ես ուզում եմ այսօր քեզ ասել, եթե Աստված քեզ չներեր, դա հավասար էր, որ Հիսուսը հարություն չի առել։ Եթե դու հավատում ես Հիսուսի հարությանը, ուրեմն դու պիտի հավատաս մեղքերի թողությանը, ուրեմն դու պիտի հավատաս, որ Հիսուսը քո մեղքերի համար խաչվեց, մահացավ, ու դրա համար մենք չպետք է անարգենք Քրիստոսի կատարած գործը մեր կյանքի մեջ։ Մենք այլևս մեղավորներ չենք, մենք արդարացած ենք Քրիստոսի արյունով։ Եվ ասում եմ, մենք սուրբեր ենք եւ սուրբերի հետ քաղաքացիներ։ Ամեն։ Բայց հիմա մի բան էլ ասում, որ ուզում եմ սրա վրա մի քիչ կանգնեմ։ Գրված է այսպես, ուրեմն այսօր մենք տոնում ենք, չէ՞։ Այսօր մեզ համար տոն է։ Եվ մենք տոնում ենք, ասում է, բայց մի ձև կա, որ մենք պիտի այդպես տոնենք։ Ասում է, այլևս երբ որ դուք տոնում եք, այսպես արեք։ Առաջի Կորինթացիս 5:8 ուստի տոն կատարեք, այսօր մենք տոն ենք կատարում, ոչ թե հին խմորով եւ ոչ էլ չարության եւ անզգամության խմորով, այլ մաքրության, ճշմարտության չխմորվածով։ Ինչի մասին է խոսքը։ Գիտես, երբ որ մի պատմություն պատմեմ քեզ հрьяաների կյանքից, երբ որ տոն էին կատարում եւ գիտես տոնի ժամանակ մենք ընդունում ենք հաղորդություն, մենք չէ, ես իմացա խոսեցի Հովիվ ինձ ասեց, որ անցած շաբաթ դուք արդեն ընդունել եք հաղորդություն։ Գիտես, երբ որ հաղորդություն ես ընդունում, դու ընդունում ես չխմորված հաց ես ուտում։ Եվ այդպես պատվիրում է Աստված։ Ուղղակի ես կարդացի այդ տեղերը, Աստված ասում է, երբ որ հաղորդություն ես, երբ որ տոնը կատարում ես, թող քո տանը խմորված բան չլինի։ Այսինքն
մեր բառերով, ես հիմա կասեմ կանայք լավ կհասկանան, թող որ քո հացը դրոժով չլինի։ Իսկ ինչ անում դրոժը, ինչ անում թթխմորը։ Թթխմորը ամբողջ զանգվածը խմորում է։ Համաձայնվեք, որ թթխմորով հացը ավելի համով է։ Թթխմորով հացը ավելի երկար է մնում, ավելի փափուկ է լինում, ավելի թարմ է լինում։ Իսկ եթե թթխմոր չկա ու հաց ես թխում, այն մի քիչ չորացած, գիտես, երբ որ դրոշ չի լինում, ինքը երկար չի մնում, որովհետև իր մեջ թթխմոր չկա։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Ինչի նկատի ունի Տերը, երբ որ ասում է, երբ որ դու տոն ես անում, թող քո մեջ թթխմոր չգտնվի, որովհետև այդ թթխմորը ամբողջ զանգվածը խմորում է, իսկ թթխմորը դա մեղքն է։ Իսկ թթխմորը դա չներումն է։ Իսկ թթխմորը դա անզգամությունն է։ Բոլոր այն բաներն է, որ Տերը չի հավանում։ Ասում է, երբ որ գիտես, հрьяաների կյանքում կար այսպիսի մի պատմություն, երբ որ տոն էին անում, բոլոր երեխաները, ընտանիքի անդամները տնից դուրս էին գալիս, կանգնում են շեմքի մոտ, եւ հայրը, ընտանիքի հայրը, 3 հաց էր թաքցնում տանը։ Մեկը թթխմորով եւ 2 անթթխմոր։ Թաքցնում էր տանը եւ երեխաներին ասում էր գնացեք եւ գտեք այդ հացը։ Եվ երեխաները մտնում էին տուն, գիտես, փնտրում էին ամբողջ տունը ման էին գալիս, որ գտնեին։ Եվ տոնը չէր սկսվում։ Այնքան ժամանակ, մինչև երեխաները չէին գտնում այդ հացը։ Եվ գիտես, երբ որ գտնում դուրս էին բերում, սա մի հատ տոնակատարություն էր։ Հայրը գիտեք ինչ էր ասում, ասում էր այսպես էլ, ոնց որ դու գնացիք ու քչփորեցիք, ման եկաք ու գտաք ու բերեցիք դուրս։ Այսպես էլ մենք պետքա քննենք մեր կյանքերը, որ մեր ներսում, մեր կյանքում մի փոքր թթխմոր չլինի, որովհետև մի փոքր թթխմորը կարող է ամբողջ զանգվածը խմորել։ Ուստի տոն կատարեք, այսպես ասում, ուստի տոն կատարեք ոչ թե հին խմորով, եւ ոչ էլ չարության եւ անզգամության, այլ մաքրության եւ ճշմարտության։ Ուրեմն սիրելիս, այս տոնի մեջ ամենակարևոր պայմանը սա է, որ Տեր իմ Աստված, ես քննում եմ իմ սիրտը, որովհետև գիտես, այո, այսօր ամբողջ հայ ազգը տոնում է, հարության տոնը, իրար ասում է, ես դրա մասին խոսեցի, բայց արդյոք ես իրավունք ունեմ տոնի մեջ մուտք գործելու, տոնելու, եթե իմ կյանքում կա մի բան, որը որ Տիրոջը հաճելի չի։ Երբ որ իմ կյանքում կան բաներ, որ միգուցե մարդիկ ում որ ես չեմ ներել, միգուցե հարցեր, որ դեր այդ հարցերը ես հələ չեմ, այդ հարցերը չեմ լուծել, ինչ որ փոքր թթխմոր։ Գիտեք այդ փոքր թթխմորը ինչ է իրանից ներկայացնում, բակտերիա։ Ու գիտեք այդ բակտերիան ինչ է անում։ Բակտերիան, գիտես, գալիս է քո իմունային համակարգը փչացնելու համար։ Երբ որ թափանցում է մարդու կյանք, բակտերիան։ Գիտես, մենք պայքարում ենք, երբ որ մարդու ջերմությունը բարձրանում է, մենք մտածում ենք, որ ինչ որ բակտերիա թափանցել ու մարմինը հակառակվում է։ Դրա համար ջերմությունը բարձրանում է, ու մենք դեղեր ենք օգտագործում, որ այդ բակտերիային խեղդենք ու մեր օրգանիզմից դուրս հանենք։ Դրա համար շատերիս ասում են շատ հեղուկներ օգտագործեք, որ այդ բակտերիաները ձեզանից դուրս գնան։ Որովհետև գիտես, կան բակտերիաներ, որ օրգանիզմը կամաց սովորում է։ Գիտես, ես իմացա, որ թթխմորով հացը, որի մեջ թթխմոր չի պարունակում, այսօր խանութում ավելի թանկ արժե, քան թթխմորով հացը։ Չնայած որ համով չի, բայց ավելի թանկ արժե։ Գիտեք ինչի համար, որովհետև օգտակար է։ Հիմա սրբությունը ավելի օգտակար է։ Քան այն որ ես մի հատ բակտերիա եկե քո կյանք։ Դու էլ չես պայքարում, դու արդեն համակերպվում ես այդ բակտերիայի հետ ու դրա հետ ապրում ես։ Ինչի, որովհետև ամբողջ աշխարհն է տենց ապրում, որտեղ մարդիկ են այդպես ապրում։
Դրա համար այսօր օրն է, տոնի ժամանակ, ես փնտրեմ իմ ներսում, գտնեմ այն թթխմորը, որովհետև եթե ես չգտա այդ թթխմորը ինձանից չհանեցի, այն ապականելու է ինձ, իմ կյանքը, ու հետո այն իմ վերահսկողությունից դուրս է գալու, ու ես չեմ կարողանալու վերահսկեմ։ Դրա համար սիրելիներս, Աստծո խոսքը ամենակարևորը սա է, տոն կատարեք, ու այդ տոնի ժամանակ թող թթխմոր չգտնվի, թթխմորը հեռացեք, սա փոխաբերական իմաստ է, որովհետև, գիտես, ես որ ասեցի հաց ավելի համով, ավելի քաղցր է, սկզբից, բայց այդ օրգանիզմի համար վնաս է։ Հիմա շատերին ասում է սպիտակ հաց մի կերեք, այն վատ է։ Առաջ դրա համար հերթ էինք կանգնում, չեկերով, տալոններով մեծերը կհիշեն, ամեն մեկ ով ինչ ճար կարողանում էր տեսնել, որտեղ ալյուր չկար, հիմա էլ ասում են էդի վատ է։ Իհարկե, մասնագետներն ասում են վատ է, բայց համով է, բայց որևէ չտես չես կշտանա։ Ես խնդրում եմ դու փոխաբերական տես։ Գիտես ավելի լավ է հոգևոր սոված մնաս, Տերը կշտացնի, այն չխմորված ուտես։ Իսկ գիտես դա որն է։ Ուզում ես ասեմ, այդ կոշտը, այդ մի քիչ այդ տեսքից ընկածը, երբ որ դու քո անձը, քո մարմինը ճնշում ես։ Երբ որ գիտես բոլորին կարելի է, բայց քեզ չի կարելի։ Երբ որ դու գիտես, որ կարաս պարկես մի հատ սերիալ նայես կամ իրիկունա հոգնել ես աշխատանքը, գյուղը, գործը, այդ ամեն ինչից, գիտես ինձ հոգնած եկել ես ու ասում ես լավ մի քիչ հանգստանամ, բայց մեկ էլ ասում ես չէ, ես չպետք է թթխմորի մեջ մտնեմ, որտեղ մի փոքր զանգվածը աշդահա տղամարդուն կործանում է, մի պուճուրիկ, sense փոքր աչքերով ու մեկ է տեմ ես այդ տղամարդը դառավ ասում ես իհալավ ինչ կլինի 50 գրամ 20 գրամ խմեմ ինչ կլինի այդ ինչ պետք է անել 20 գրամը այդ թթխմոր է թե մտածում ես թթխմոր չի դա թթխմոր է սիրելիս մի լավ դե տոնա գինի խմենք մի փոքր գինի դե Հիսուսի արյունը չի գիտեք ինձ ինչքան են ասել բա ոնց է դուք չեք խմում դա Հիսուսի արյունն է մի փոքր գինին ինչ պիտի անի մի փոքր գինին տղամարդուն ապականում է մի փոքր մի չգիտեմ այդ 50-ը 100-ը 200-ը 300-ը միշտ 50 գրամ ենք լսել դրա համար սուրբ պահի քեզ այո ես միգուցե խոսեցի խմիչ կարող է չգիտեմ այդ երկար այդ որ ծուխա դուս գալիս ես չգիտեմ ինչն է բայց եկեք քննենք մեր սրտերը միգուցե բամբասանքա միգուցե չգիտեմ ինչ որ մեկը ինչ որ վատ բան արի ու դու իրան չես կարողանում ներես քո կյանքում եկեք այդ բոլորը թթխմորներ են որ ապականում է մարդուն ապականում է հարաբերությունները փչացնում է այսօր մեր քույրը այնքան լավ զոհաբերության խոսք խոսեց նաև հարաբերության կողմին կպավ որ մենք կարողանանք ճիշտ հարաբերություն ունենանք Իդես այնքան լավ կլինի, երբ որ քեզ այս տոնի ժամանակ ասեն խմի կամ ինչ-որ մի բան արա ու դու սենց ասես ոչ, ես թթխմոր չեմ ընդունի իմ կյանքի մեջ, ոչ իմ աչքերի միջոցով, ոչ իմ ականջների միջոցով, ոչ էլ իմ բերանի միջոցով, որովհետև իմ Տերը իրականում մատաղ է եղել, Հիսուսս խաչվել է իմ համար, որ ես թթխմոր չընդունեմ իմ կյանքի մեջ ու ես սուրբ ու անարատ լինեմ, ամբիծ, կանգնեմ Տիրոջ առաջին, ու ես չանարգեմ իր արած գործ իմ կյանքի մեջ։ Ուրեմն տոն կատարեք, ոչ թե հին խմորով եւ ոչ էլ չարության կամ անզգամության խմորով, այլ մաքրության, ճշմարտության չխմորվածով։ Դրա համար սիրելիս, միգուցե ինչ-որ բան է եղել։ Մեր կյանքում կարելի է նվագել, արդեն կարող են փառաբանության խումբը գալ։ Միգուցե ինչ-որ մի բան է եղել մեր կյանքում։ Միգուցե ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան, ինչ-որ թթխմոր եմ ընդունել ես, ու հիմա օրգանիզմս լսելով հակառակվում է դրան, եկեք հանենք դա մեզանից,
Իսկ ոնց ենք անելու։ Ինչ պիտի անեմ, որ դա դուրս գա իմ օրգանիզմից ու ես մաքուր ու անարատ լինեմ։ Գիտես որն է։ Հավատարիմանա, որ երբ որ ես խոստովանում եմ իմ մեղքերը, երբ որ ես ասում եմ Տեր ներիր ինձ, որովհետև կան բաներ, որ արել եմ, թթխմորներ ընդունել եմ, որը որ այդ բակտերիաները իմ օրգանիզմում են։ Հիմա ես ընդունում եմ քեզ, աղոթում եմ, ապաշխարում եմ, խնդրում եմ, հեռացրու ու Տերը միանգամից մի վայրկյանում ջնջումը ու այն այլևս երբեք ու ոչ մեկ ու ոչ մի դեպքում քեզ չի կարող հիշացնել։ Ուղղակի եկեք հիմա գլուխներս խոնարհեցնենք։ Ուղղակի նստած մնա, իրար հետ միասին աղոթենք ու ասենք Տեր քննիր իմ սիրտը։ Տես իմ խոսքերը, տես իմ վարքը, իմ վերաբերմունքը։ Չեմ ուզում թթխմոր լինի մարմնի մեջ։ Այդ բակտերիան հեռացրու ինձանից։ Սիրելի Հայր, մենք քեզ փառք ենք տալիս։ Շնորհակալ ենք քո որդու Հիսուս Քրիստոսի կատարած գործի համար, մեր կյանքերի համար, որ եկավ այս աշխարհ, մեր մեղքերը, ցավերը, հիվանդությունները իր վրա կրելով, խաչվեց, մահացավ, երրորդ օրը հարություն առավ։ Եվ այսօր մենք տոնում ենք այդ հարությունը։ Հիսուս, շնորհակալ ենք Տեր, որ դու որոշեցիր մեղք չունենալով, մեղքը չգիտակցելով, Տեր, դու որոշեցիր գաս այս աշխարհ ու ներես մեզ, մեր մեղքերը քեզ վրա վերցնես։ Հիսուս, ահա ամեն մեկս քո առաջ ենք, խնդրում ենք, ներիր մեզ։ Եթե ինչ-որ թթխմոր կա մեր սրտերի մեջ, մեր մտքերի մեջ, մեր կյանքերի մեջ, խնդրում ենք, հեռացրու, մաքրի, այսօր մենք խոստովանում ենք քեզ, ներիր մեզ, մաքրիր, սրբիր, ու մենք այս տոնը տոնենք անարատությամբ, այս տոնը տոնենք անխմոր, ընդունենք քեզ, Սուրբ ու կատարյալ Աստված։ Շնորհակալ ենք, որ դու լսում ու պատասխանում ես։ Փառք, պատիվ եւ մեծարան քեզ։ Հալելույա։ Ամեն։